Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր իմ հյուրը շատ տաղանդավոր եւ շատ ճաշակով մի երգիչ։ Հայկական ժողովրդական երգերի հիանալի կատարող Արտաշես Ասլանյան։ Ողջույն Արտաշես ջան։ Ստիպեցեմ։ Բարև Արտաշես ջան, ո՞նց ես։ Լավ եմ, պարոն Ղազարյան, դուք ինչպես եք։ Շատ լավ, Արտաշես ջան, ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, ու ինձ թվում է հետաքրքիր շատ զրույց ունենանք։ Դե պատմի քո մասին մի քիչ։ Դպրոց, բան, կարճ, համառոտ, այնց երկար բարակ չէ։ Պատմեմ, ծնվել եմ Երևանում, հաճախել եմ 100 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև երաժշտական կրթություն եմ ստացել եւ ընդունվել եմ կոնսերվատորիա։ Հա, շատ լավ։ Երաժշտական կրթությունը որտեղ ես ստացել։ Երաժշտական կրթությունը մասնավոր ֆորմատի մեջ է եղել, ճիշտն ասած, պարոն Ղազարյան։ Իսկ կոնսերվատորիայում ով էր։ Կոնսերվատորիայում վոկալի մասնագետ ով էր։ վոկալի մասնագետը եղել է Վարդուհի Խաչատրյանը։ Երջանկայի շատ։ Դու կարծեմ երաժշտական գործիքել ես չեն նվագում, այդ էր կոնսերվատորիա այդ գծով էլ ավարտեցի։ Այո, կոնսերվատորիա ընդունվել եմ Քամանչայի դասարանը, հենց ամենասկզբում իմ սիրելի մայստրո Նուրեր Դավսյանի դասարանում։ Հետո ընթացքում կամաց փոխեցի երկրորդ մասնագիտություն ավելի շատ ընտրեցի երգը։ Ավելի երգի, հա, սիրում էի փոքրուց։ Դե Նորարի իմ լավ ընկերն է, շատ մտերիմ, շատ լավ ընկերն է։ Սիրելի մայստրո։ Տաղանդավոր մարդ, լավ դիրիժոր, լավ ղեկավար։ Այո։ Ամուսնացած ես։ Ամուսնացած եմ, ունեմ 3 տղա։ Օ։ Մեծ տղեկ ունեմ, մեծերս 21 տարեկան է մեծը, 20 տարեկան փոքրն էլ 10։ Ու իրանք էլ երկով ոնց են կա, պապայից անցել է։ Գարիկս միշնակս երգում է, շատ լավ է ստացվում մոտը։ Տեսնենք ոնց կստացվի։ Նպատակներ ունեմ ուզում եմ որ երկի։ Կրթության տուր լուրջ թող սպառվեն, եթե դու գտնում ես մեջը որ կա այդ բանը, ափսոս է։ Հա, չէ, շատ դրա համար ացավ։ Վարպետյան։ Այո, կա։ Ծույս ջան, երբ եկաք Հայաստանից, երբ եկաք Միացյալ Նահանգներ։ Մի 3.5-4 տարի առաջ եկանք Ամերիկա։ Պատմի։ Ու տենց հարմարվեցինք, սկսեցինք ապրել։ Այսինքն եկաք ընտանիքով։ Ընտանիքով, հա։ Մամաս, պապաս էլ քուրս էլ է այստեղ ապրում, Ամերիկայում, իրանք քաղաքացիներ, մամաս, պապաս իրանց բանով տենց եկան ստեղ ոնց։ Ծույս ջան, իսկ հարսանիքներում երգում ես։ Որտեվ երգիչների մեծ մասը երգում են գիտես։ Հա, իհարկե, Վարպետ ջան, շատ բնականաբար դրանով ենք աշխատում, հետա ուրախացնում ենք, երգում ենք։ Ուրախացնում եք, երջանկացնում եք, ոնց որ իրանց սիրո պատմությունը, կյանքի սիրո պատմության հիմքը դուք եք դնում երգիչներով, բաներով։ Շատ լավ բան է, երբ գնում ես ուրախացնում ես, մարդիկ էլ լավ են զգում իրանց։ Հետո գնում է երգիչները պետք է շատ գնան, իհարկե։ Շատ է զբաղված այդ հարսանիքներով։ Վարպետ ջան։ Ոչինչ։ Համարյա։ Լինում էլ է, չէ՞ որ համերգներ քեզ էլ կանչում են, հրավիրում են այդ համերգներում, ասում մի քանի երգով մասնակցում ես։ Իհարկե։ Օրինակ մեծ այդպես երգիչներիցում հետ ես երգել կամ ասենք ճանաչված։ Դե հիմա մոտակա այս արդեն մայիսին մեր Հովանեսյան Գոհարիկը համերգ ունի, այդ ժամանակ էլ եմ երգելու։ Հա։ Գոհար Հովանեսյանը, հա։ Դե հետաքրքիր է, օրինակ Ծյուս ջան, մեծ մասը ասենք էլի երգիչների անպայման դպրոցբան ունեն, մեն աշակերտ ունեն, մեն դպրոց էլ եթե չունենան մասնավոր պարապում են, ունես աշակերտներ։ Ճիշտն ասած չէ, Վարպետ ջան, ժամանակ չեմ ունենում։ Մանկավարժությունը հա մանկավարժությունը իմ կարծիքով երևի իմը չի։ Համ էլ ոչ էլ ժամանակ ունեմ տենց մեծ հաշվով։ Բայց մանկավարժությունը հաստատ որ վստահ եմ չի ստացվում։ Բայց եթե երեկոներն ես երկում են էլ ուրբաթ-շաբաթ օրեր արսարակել, մնացած ինչ որ ժամանակ չունես։ Զբաղված ես։ Առատ։ Զբաղված եմ լինում հիմնականում։ Լավ, այդքան համերգներ, հիմա գնում ես բոլորի համերգներում երգում ես, ուրախացնում ես քո ավելի գեղեցկացնում ես իրանց համերգը, օգնում ես իրանց։ Բայց դու մտադիր չես մի հատ դու համերգ կազմակերպես։ Ճիշտն ասած, տես մտադրություն կա, բայց սլը որ շատ տենց չեմ կոնկրետ բանանում, էլի աշխատում այդ ուղղությամբ։ Վերաշալի երաժիշտներ ունեն, որ դրանց հետ դիմացը կանգնել, չերկողնել երգում ա, որտեղ անեց երաժիշտներ ունեն։ Շատ կան։
Ներկամանչար Վարդանը, Ռուբոն, Աղթեցի Ռուբոն, շատ վարպետների ցավատան եմ, եթե չի։ Գործի բնույթով իրանց հետ եմ շատ աշխատում, բայց համերգ չի եղել։ Իսկապես նրանց առաջը կանել արդեն չերկողն էլ երգում է, որտեղ այնց երկացնում են իրենց իրենց արվեստով։ Անպայման մտածի մի հատ անպայման համերգ կամ կազմակերպի։ Ճիշտ, որտեղ ափսոս է, ես քեզ լսել եմ մի քանի անգամ ու արքի երգիչ ես նորմալ ցայնով, նորմալ կոկորդով, լավ շաշակով էլ երգեր ես երգում։ Շատ լավ է։ Ելում հետ ես բեմում ելույթ ունեցել, տենց անվանի ասեն կամ ճանաչված մարդի կամ շատ մարդկանց հետ եմ ելույթ ունեցել բեմում, բայց ասենք տենց ես վերջում էլի Դավիթը իմ ընկեր Դավիթ Ամալյանն էր, անցած տարի ստեղ էր համերգի ժամանակ էլի մի համար երգեցի համերգին Դավիթի։ Ես եկել եմ շատ լավ էր։ Տենց լնում է, բայց հիմնական որ ընդհանուր տենց մեծ իմ համերգը անեմ, վելը որ տենց չեմ կոնկրետ մտածել։ Ռեպերտուար ունես, չէ՞։ Ագի երգեր ունես, ագի երգեր գիտես, ու կարելի է մի հատ մտածի այդ ուղղությամբ անպայման լավ համերգ կազմակերպ, ինչի՞ չէ։ Կարծում եմ մոտ ապագայում հուսով եմ կարա լինի տես մի բան։ Լավ, դու եմ որ փոքր ես, հենց փոքրից երգել ես, չէ՞։ Փոքրուց։ Հետո էր որ մի օր ձեռքդ բռնեց ու տարավ, որ դու պիտի երգես, կամ քեզ լսել տա, ասենք, տեսեք ես երեխեմ ոնց է երգում։ Փոքրուց հայրս երաժշտություն, մեր ընտանիքում առասարակ երաժշտությունը միշտ եղել է, միշտ կա, որ մեր երեխեքին հորաքրոջս մեզ, հորողբորս են սաղին կանգնացնում էին, ամեն մեկս երգում են, մի քիչ ես երևի տարբերվում էի մեջներ այդ ժամանակ, որոշեցին, որ ես պետք է երգեմ, երգի պարի էի գնում, հետո ընթացքում երաժշտական խումբ դպրոց պետք է բացվեր մեր թաղում, մեր թաղամասում, 90-ականներին էր այդ ամեն ինչը, որոշեցի, որ ես պետք է անպայման գնամ այդ երաժշտական դպրոցում, ոնց որ ընդգրկվեմ, մասնակցեմ, ունենամ, մի խոսքով։ Գնացի հենց այդ ժամանակ ծանոթացա Նորայր Դավթյանի հետ, այդ ժամանակ էր եկել։ Ինքը քեզ առաջ անգամ այդտեղ լսեց։ Այդ ժամանակ եմ ծանոթացել, առաջ անգամ այդ ժամանակ լսեց ու տեղից սկսվեց արդեն։ Երաժշտական է 14-13 տարեկանից։ Լավ։ Ֆիրշան, ուրեմն առաջի մասը մեր հաղորդման ավարտվեց, ասենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Արտաշես Ասլանյանի հետ։ Գովազդը ARTN-ի եթերում։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս, դու դեռ փնտրում ես մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես, մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են, Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր, դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում, մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ, բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի, ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ, միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արտաշես Ասլանյանի հետ։ Այն նոր խոսում ենք, որ առաջ անգամ, քաստորեն Նորայրը Դավթյան քո առաջի ուսուցիչն է եղել։ Այն որ տարան իր մոտ, ինքը ոնց ընդունեց, լսեց քեզ, ինչ արեց, հետո փորձեց, շատ երեխեք կայինք, բոլորս հավաքվել էինք, բոլորը ուզում էին ինչ-որ, տենց վերջ է, ժամանակ մայստրոն ես հիշում եմ, որ ես երգեցի, ինձ նկատեց։ Այսինքն իրանք ընտրում էին երեխեք, լավ տաղանդավոր երեխեք, դու էլ նրանց մեջ էիր։ Ահա, կա։ Քանի տարեք է, 13 տարեկան։ 15? 13 տարեկան է այդ ժամանակ, հա։ Հետո կանչեց մամայիս, ծնողներիս ասեց, որ կան ինքը մի խոսքով ծնողներիս կանչեց։
գնացինք, ասեց որ երաշտական շատ բան կա մեջ, տվյալներ ունեմ մեջը, մեջը երեխան տվյալներ ունի, մամաս վերջը որոշեցինք որ ես պետքա գնամ Քամանչայի։ Հենց իրա մոտ։ Ախի այդ Քամանչայի համար էին հավաքվել այդ բոլորը, թե երկիչ, Չէ, երկիչ, երաժիշտներ էին։ Ինքը ուղղակի տենց երաշտական դպրոցի պես մի բան էր բացվում, էլի ոնց որ տենց մի բան, չեմ հիշում, ինչ։ Վերջը դու որտեղ իրա մոտ սովորեցիր։ Հա, տեղից հետո արդեն փոխվեց ամեն ինչը։ Ծրագրերը մեծացան, նպատակները ավելի շատ մեծացան, ուրիշ ձև դառավ ամեն ինչ։ Մի խոսքով գնացի հենց ավարտեցիր երաշտական դպրոցը, գնացիր։ Երաշտական դպրոցը այդտեղ ոնց որ ասած այդ ժամանակ չկայացավ այդ դպրոցի այդ գաղափարը, բայց էդի ոնց որ հիմք եղավ, որ ես ծանոթանամ այդ մայստրոյի հետ, մեր մայստրոյի։ Ոնց որ այդ ժամանակ այդ հիմքը այդքան մասը եղավ, մնացածը արդեն որոշեցի որ պետք է Քամանչա պարապեմ ու հատուկ պետք է ես տիրապետեմ այդ գործիքը, որ գնամ։ Բայց դու ինչի հանկարծ ինչ ոնց եղավ որ փոխվեցիր երկի։ Երկը դե իմ մեջ կար Վարպետ ջան, երկը միշտ կար մեջս, փոքրուց երկել ենք մեր տանը, մեր ընտանիքի Չէ, որ այդ գծով սովորել, չէ, որ Քամանչայի։ Հա, հետո որ դե կար ու երկնել որ սիրում էի, արդեն որոշեցի, որ ես պետքա երկեմ էլ, ստացվում էլ էր մոտս, որ հենց սիրողական երկում էի սեղանների կողքը բան, տենց ստացվում էր մոտս, որոշեցի, որ պետքա անպայման երկեմ էլ։ Մի խոսքով երրորդ կուրսից նոր փոխեցի երկը նորից, ոչ թե փոխեցի, այլ ոնց որ հավելյալ բաժին ավելի շատ։ Հա։ Հավելյալ, հա, ճիշտ ասեցի։ Հա։ Մի խոսքով տենց Վարպետ ջան։ Ու սկսեցի երգել, հետո անցավ որոշակի ժամանակ արդեն սկսեցի խմբերում նվագել, ընդունվեցի Թաթուլ Ալթունյանի նվագախումբ պետական։ Երգիպարի, հա, Քամանչայի նվագում այնտեղ 2 տարուց ավել աշխատեցի։ Հետո դուրս եկա ընդունվեցի էլի ազգային նվագարանների պետական նվագախումբ, մի 5 տարուց ավել էլ այնտեղ աշխատեցի։ Համել այնտեղ զուգահեռ նվագելուց հետ, զուգահեռ որպես Քամանչահար, համերգների ժամանակ էլ շատ էր լինում, որ Քամանչային զուգահեռ հելնում երգում էի նաև համերգների ժամանակ։ Հենց այդ խմբում էլի։ Լավ, հիմա մենք այսքան երգի մասին խոսացինք, բան կարող ենք մի հատ սիրուն լավ երգ լսել քո կատարման։ Ես գիտեմ, որ դու սիրում ես ակապելլա երգել։ Չէ, ինչու՞ չէ, սիրով։ Դե ամեն երգիչ իր վրա վստահ չի լինում, որ ակապելլա երգի, բոլորը չէ, միշտ կամ նվագակցությամբ, ոչ բոլորը կան, հիմնականում են պրոֆեսիոնալ կարգին երգիչները, որ երգիչ են, այլ նրանք կարող են երգել, էլի ակապելլա էլ բանել, ոչ մի բանից չեն վախենում։ Լսենք։ Ярко հոգուն մերնեմ նազեր Քելե yar քելե նազով Ոլորունեն գարխիտ մազեր Քելե yar քելե սազով Ոլորունեն գարխիտ մազեր Քելե Yar քելե սազով Ես կան Ուզում եմ մատը երկեմ, երկրորդն էլ երկեմ։ Երկրորդն էլ երկի, չի չէ։ Կեսօրն անցավ օրը մտնավ քելե yar քելե նազով Yar մեր անուշ օրը անցավ քելե yar քելե սազով Yar մեր անուշ օրը անցավ քելե yar քելե սազով Հրաշալի էր, շատ լավ երգում ես, լավ ձայն ունես, բայց ես գիտեմ ինչից զգում եմ, որ դու շատ կաշկանդված ես, շատ լարված ես։ Բեմում էլ ես այդտենց։ Ճիշտն ասած, բնավորությունս այդտենց չեմ կարող հաղթահարեմ այդ լավ բան չի, այդ լավ սովորություն չի։ Ես էլ եմ այդպես, բայց այս աստիճանի չի, ես էլ եմ շատ լավ, ամեն անգամ, հիմա էլ չեմ դուրս գալուց առաջ լարվել, բայց հենց բարձրանում եմ բեմ, հենց խոսում եմ, այդ ժողովրդի այդ ժպիտը, այդ շունչը բանը զգում եմ, ծափերը ոնց են նայում, բան արդեն ոգևորվում եմ ու ամեն ինչ մտնում մեջ։ Բայց դու չի մոտ լավ երկի ընթացքում է, չէ, այդ լավ չի դա պետք է մեծ արդեն տարիքով պրոֆեսիոնալ ճանապարհ անցած երկիչից պետք է դա հաղթահարես։ Դու հետաքրքիր է, դու երգ ունես ինքդ հորինած գրած։ Չէ, Վարպետ ջան, ճիշտ ասած չունեմ, չեմ էլ տենց շատ մտածել դրա ուղղությամբ։ Կես ասած։ Լավ,
Իսկ քո սիրած ամենաշատ սիրած ժողովրդական երգիչը ով ա եղել, որից որ դու ասես միշտ լսում ու շատ բան ես սովորում։ Մի քանիսն են, անկեղծ Մի քանիսի ովքեր են։ Թե որ Օֆելիա Համբարձումյանը իմ համար լրիվ վետալոն մատ առանձին ուրիշ տեղում է, Ռուբեն Մաթևոսյանը, Գյուլզատյան, բան Սաղյանները կամ Նուրայր Մնացականյան, տարբեր ունենք, հիմա էլ ունենք լավ ժամանակակից այդ հիմիկվա շրջանում լավ երգիչներ ունենք, այո, իհարկե, լավ էլի լիքը անուններ կարամ տամ, որ շատ եմ սիրում իրանց, շատ եմ լսում, մեր տղերքից շատը։ Դու ընտրեցիր ուրեմն երգի ասպարեզը, վերջում, արդեն հիմնական ընտրեցիր Կամաչայի ծացար երգի ասպարեզին։ Եթե հնարավորություն լիներ ամեն ինչ փոխելու, էլի դու ես երգի ասպարեզը կընտրեիր։ Նույն ձև, անպայման։ Այսինքն առանց երգի չես կարող երգը քո։ Չէ, երգը չի լինի, առանց երգի չկա ուրիշ բան։ Դե լավ բարեկամներ, Գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը Արտաշես Ասլանյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում, մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ, բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի, ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ, միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս, երգիչ, ամաչկոտ երգիչ, շատ կոմպլեքսավորված երգիչ, Արտաշես Ասլանյանի հետ։ Արտաշես ջան, դե մենք պայմանավորվել էինք, որ պետքա արդեն դու իրական պատմություններով գայիր, որ ավելի հետաքրքիր դարձնենք մեր հաղորդումը։ Քո կյանքի, քո հետ կատարված, քո հետ պատահած դեպքեր կարող ես ընկերոջդ հետ պատահած, որ մի հատ դեպքի մեջ անգել դու երկու հատ լավ հետաքրքիր իրական պատմություններ պատմի եւ անպայման մի երկու հատ էլ անեկդոտ պատմես։ Խնդրեմ լսում եմ։ Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, շատ շուտվա պատմություն է։ Մի ընկերներիս հետ գալիս էինք, Ղարաբաղից էինք գալի, թե Ղափան էինք գնացել։ Հյուրախաղեր էիք, հա, դե համերգներով էինք գնացել, Դավիթներ Ամալյան, Վարազդատը Հովհաննիսյան Դուդուկար իմ շատ սիրելի ընկերն է, մեկ էլ մեր Վիգենը Դոհոլար։ Նիվայա, այս Վարազդատի մեքենան է, Վարպետ ջան, Նիվայով գալիս ենք։ Ուրեմն Նիվան էլ հին Նիվայա, գազով, բանով, sense Նիվայա։ Հա, օգնած տանջված Նիվայա, դե տես մենք էլ գալիս ենք ուժը տենց ամեն մենք էլ գալիս ենք, մի խոսքով ճանապարհինս Վարոս որոշեց, որ պետքա գազ լցնենք մեքենան, գազը լցրինք տենց հելել ենք այդ Արարատի ճամփով գալիս ենք, այդ մեծ մայրուղիով գալիս ենք, մի խոսքով այս կապոտի մեջից մի հատ ահավոր շատ ահավոր անբացատրելու ուժեղ ձեն եկավ, sense ֆսոց եկավ, sense շատ ուժեղ։ Սաղ խառնվանք իրար, վարո, քաշի կայնի, վարո կայնի, ու վարոն էլ դա անդախ բնավորություն ունի, հանգիստ էլի, տենց խուճապ չկա, պանիկա, մի խոսքով, վարոս մի հատ մարգատը միացրեց, մինչև քաշեց աղաչ կանգնավ, sense մի 100 մետր էլ գնաց, իներցիայով կանգնավ այդ ավտոն, ես այդ ամեն ինչը դասից եմ տենում արդեն էլի։ Հա։ Ուրեմն հենց արագ է ես մեջից իջե տղեկը որ իջան տեսան ես այդ նիվից հետևն էի նստած նիվից իջե կանգնել եմ դուսը ու տենում եմ այդ process-ը վարոն ոնց գնաց կայնա Ամալյան դավոն որ մերը դալու միջև հիմա դի պատմում են սաղ տեղեր շատ ենք ծիծաղում շատ զավեշտալի պատմություններ են մենք պայմանավորվել ենք չէ որևէ անեկդոտ կարող ես պատմել բժիշկները այդ գլավ վրաչները բժիշկները գնում են հոգեբուժարան ստուգելու
բանի նախարարությունից մարդիկ են եկել։ Հա, եկել են գնում են ստուգելու։ Գլխավոր բժիշկ հետ միասին սենյակներով անցնում են։ Անցնում են սենյակներով, դուռը բացում է, տենում է մի հիվանդ պարկած գոռում է Մարիամ, ես հարցնում են, ասում են ինչի մասին է, ինչ ախի է գոռում Մարիամ, ինչի անընդհատ ասում։ Ասում եմ Մարիամին է սիրել, ժամանակին չեն տվել ծնողները, այդ հողի վրա սենց օրնանք է, հա, խանգարվել է։ Հանցնում է հաջորդ դուռն է բացում, էլի տենում է մեկը պարկած գոռում է Մարիամ, բա ինչ ա եղել, այս մարդը խիա սենց անում, ասում է դե Մարիամին էլ տվել են սրան, ասում է։ Այդ իմ անեկդոտներից էր, լավ էր, նորմալ էր։ Հետի ձեր անեկդոտներից է, վարպետ։ Հա, ես նկարել եմ դա բանովին սիտիների մեջ կա։ Դե ինչ, արի ավարտենք ուրեմն սրանով մեր հաղորդումը, սպասում ենք, որ քոմենը համերգը լինի։ Կան որ տեսնենք ոնց է երկումներ են գերում։ Այսքանը շնորհակալություն որ եկար, Ծուս ջան, հաջողություն։ Միշտ օր հանդիպում։ Դե սիրելի բարեկամներ, վերջապես ավարտեց մի հաղորդում եւս իմ հյուրներ երկիչ Kamançahar Արտաշես Ասլանյանը։ Իսկ այժմ բարեկամներ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ասում են իմաստությունը գալիս է տարիքի հետ։ Երբեմն տարիքը մենակ է գալիս։ Այսքան է բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Համեցեք։ Հա? Համեցեք։ Կարելի է։ Կարելի է, համեցեք։ Բժիշկը դու ես, չէ՞։ Այո։ Բարև բարի ջան։ Բժիշկ լավ չեմ։ Ինչ է պատահել։ Այս աչվոտս էս արդեն 2 ամսից ավել է ցավում է։ Ինչի քանի տարեկան ես, հայրիկ ջան։ Ինչ իմանամ, բալա ջան, ամեն տարի փոխվում է։ Այս տարի 80 է։ Բա 80 տարվա ոտ է, բա ուզում ես չցավա ախպեր ջան։ Հելա չասիր բժիշկ։ Այս ցախտել է 80 տարվա, բան չես մեկը չի ցավում։